Բարյոսելի քույր եղբայրներ ջան, եկեք շարունակենք Հռոմեացիս 8:33-ից 39 համարների հատվածի ուսումնասիրությունը, եկեք սկզբից ընթերցենք հատվածը։ Ով է, որ Աստծո ընտրվածների դեմ մեղադիր լինի, Աստված է, որ արդարացնում է։ Ով է, որ դատապարտ է, Քրիստոսը, որ մեռավ եւ ավելի, որ հարություն էլ առավ եւ Աստծո աջ կողմն է, որ մեզ համար բարեխոսել է։ Ապա ով կբաժանի մեզ Քրիստոսի սերիցը, տառապանք, թե նեղություն, թե հալածանք, թե սով, թե մերկություն, թե վտանգ, թե սուր, ինչպես գրված է, թե քեզ համար մերձվում ենք բոլոր օրը եւ մորթվելու ոչխարի պես համարվեցանք, բայց այս ամեն բաներում առավել եւս հաղթում ենք նրա միջոցով, որ մեզ սիրեց, որտեղ հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կյանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանություններ, ոչ զորություններ, ոչ ներկա բաներ, ոչ գալու բաներ, եւ ոչ բարձրություն, ոչ խորություն, եւ ոչ մեկ ուրիշ ստեղծված բան կարող է մեզ բաժանել Աստծո սերիցը, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսումն է։ Նորից վերջում շեշտեց մեր կատեգորիան, այսինքն Աստծո ընտրությունը Տեր Հիսուս Քրիստոսումն է, նա ով Հիսուս Քրիստոսի մեջ է, որովհետեւ մի բան չի կարող նրան հակառակվի, նկատի ունեմ հակառակվելով նրան բաժանի Քրիստոսից, որովհետեւ մի բան չի կարող նրանից խնայվի, որտեղ ամենաթանկը տվեց արժեքային համակարգը, չի խնայի նրանից արքայությունը, եթե արքային տվեց, եւ ուշադիր եք, եւ որովհետեւ մի բան չի կարող մեզ դատապարտի, մեղադիր լինի, որովհետեւ արդեն խավությունը վճարված է, եւ կոնկրետ վճարողը որպես դատապաշտպան նստած է Աստծո աջ կողմում, եւ հիմա մեր վերջի արդեն հռետորական հարցը, եւ եկեք հիշենք, որ այս 4 հռետորական հարցերը ուղղակի առաքյալը օգտագործում է փրկության անխախտելի շղթայի օղակներում, այսինքն Աստծո սուվերեն ընտրության օղակներում, որպեսզի ամրապնդի հավատացյալների փրկության վստահությունը։ Սա կարևոր միտքն է, որ առաքյալը զարգացնում է, եւ իմիջիայլոց մենք անդրադառնանք նաեւ թե ով մեզ կբաժանի Աստծո սիրուց, որ սիրուց, այն սիրուց, որ Հիսուս Քրիստոսումն է։ Հիմա տեսեք, որպեսզի մենք ընդհանրապես հասկանանք, ինչ սխալ մոտեցումներ կա, մի հերմենևտիկայի մի փոքրիկ օրենքի մասին խոսեմ, ընդհանրապես պետք է ուշադիր լինենք առաքյալը որտեղից է սկսում զարգացնել միտքը եւ ինչ միտք է զարգացնում եւ ինչ իլյուստրատիվ կամ ինչ զարդարող կամ ինչ նպաստող մտքեր է օգտագործում, որpիսի այդ գլխավոր միտքը, որ ինքը զարգացեց, ավելի մեզ համար հասկանալի անի կամ այդ գլխավոր մտքի ինչ որ մի կողմը ամբողջացնի։ Հիմա տեսեք, եթե օրինակ մենք հասկանում ենք, որ այս հատվածում առաքյալը խոսում է Քրիստոսի մեջ եղած անձանց մասին եւ այդ անձինք յուրահատուկ կատեգորիա են, ոչ թե որ իրենք լավն են, այլ Աստծո ընտրության հետ կապված է այս կատեգորիան, որոնց Աստված արդարացրեց, որդեգրության հոգի տվեց։ Հիմա տեսեք, եւ նրանց կյանքում ամեն բան օգտագործում է Քրիստոսին նմանեցնելու, այսինքն այս արդեն անխախտելի շղթան, որոնց որ նախորոք ճանաչեց կամ ընտրեց եւ սահմանեց իր որդու պատկերին նմանակից լինելու, նրանց էլ կանչեց, նրանց էլ արդարացրեց, նրանց էլ փառավորել արավ, մցրեց երկինք, այսինքն կամ Քրիստոսին նմանեցնում է։ Հիմա տեսեք, այս ամենի համար, որտեղ 31 համարում առաքյալը ասում է, ինչ ասենք այս ամեն բաների, սա բանալի բառ է, մի քանի անգամ կրկնում է, համա այս ամեն բաները։ Հիմա տեսեք, մենք պետք է հասկանանք ինչ բաների մասին է խոսքը, եւ սա փրկության ուղղակի ում որ ինքը ընտրեց, նրան էլ փառավորել արեց, նրան էլ մտցնում է երկիր։ Հիմա, երբ որ մենք մեր այս հռետորական հարցերը նայենք, մենք պետք է հասկանանք, որ առաքյալը այս հռետորական հարցերը տալիս է այս կատեգորիայի մեջ, այսինքն ինչը կարա մեզ բաժանի Քրիստոսի սիրից կամ Քրիստոսի ընտրությունից, որովհետեւ մի բան չի կարող բաժանել, ինքը բերում է 4 հռետորական հարցերը, ինչպես արդեն ասի, պատկանելիությունը, արժեքային համակարգը եւ ընդհանուր առմամբ իրավական դաշտը եւ նաեւ արդեն կարողությունը, ով կարա մեզ բաժանի Աստծո սիրուց, կամ մի բան, որ կարող է մեզ Քրիստոսի մեջ եղած սիրուց բաժանի, եւ այդ սիրո օղակները հիշեք նույնպես կապված Աստծո ընտրության հետ։ Սա այն ունիվերսալ սերը չի սերներս, որ Աստված բոլորին սիրում է։ Մի քիչ հետո մենք այդ մասին խոսանք։ Աստված բոլորին սիրում է, դու փորձության մեջ ես ինքը շարունակում է քեզ սիրել, տրանսիդենտ հեռակա սիրով, բայց այդ սերը որովհետեւ մի բան չի անում քո փորձությունից դուրս գալու համար։ Ուղղակի շարունակում է քեզ սիրել։ Փորձության մեջ դու ընկնում ես, սատանան քեզ խաբում է եւ դու գնում ես դժոխք, բայց միշտ հիշի, որ Աստված քեզ շարունակում է սիրել։ Այսպիսի սերը, այսպիսի տեսակի սերը ինչ քաջալերանք է տալի մեզ փորձություններն անցնելու մեջ, ոչ մի։
Դե սա առաքյալի զարգացած միտքը չի։ Երբ որ կա մոտեցում, այսպեսի սեր է ներկայացնում, ասում է սա Աստված բոլորին սիրում է, սա այս նույն սիրո մասին է, այստեղ յուրահատուկ սիրո մասին է, դա առաքյալը ասում է, ով բաժանի մեզ Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսումն է։ Հիսուս Քրիստոսի մեջ եղած Աստծո սիրուց ով կբաժանի, որևէ մեկը չի կարող։ Այսինքն մենք պետք չի ավելացենք ունիվերսալ սիրո, ինչու այդ մասին խոսանք ավելի խորը։ Հիմա տեսեք, ինչի նկատի ունեի հերմենևտիկայի օրենք։ Եթե մի մոտեցում կոնկրետ հատվածին ներդաշնակ չի ընդհանուր հեղինակի զարգացրած մտքին, կոնկրետ մեր պարագայում, եթե մի մոտեցում, սիրո մի մոտեցում, որը ուղակի չի քաջալերում փրկության վստահությունը, չի ամրացնում, դա հեղինակի ասած սիրո մասին չի խոսքը։ Հեղինակի ասած սերը պիտի նպաստի ներդաշնակ լինի իր զարգացրած մտքին։ Այն սերը, որի մասին ինքը խոսում է, պիտի նպաստի, որ մեր փրկության վստահությունը ամրանա։ Հիմա նույնպես, տեսեք, օրինակ մի քիչ հետո, մի քիչ առաջ ավելի որ նայեք հերրակա կոնտեքստը 9-րդ գլխում, օրինակ առաքյալը խոսում է, որ Քրիստոսը Աստված է, բայց Եհովայի վկաները ինչ են անում։ Եհովայի վկաները վերցնում են եւ քանի որ տեսեք տեքստուս ռեցեպտուսի մեջ, բնագրի մեջ, հունարեն կոյնե լեզվի մեջ մենք չունենք կետադրումներ, ստորակետ, վերջակետ, ինչ են անում, իրանք վերցնում են հատվածը եւ արդեն նախորոք ունեցած իրենց աստվածաբանությունը փորձում են այդ հատվածը իրենց աստվածաբանությանը հարմարեցնել։ Փոխանակ իրենք ուսումնասիրեն Աստվածաշունչը, այդ հատվածը հեղինակի ճշմարտությունը, որից կարտադրվի, որում կգտնեն արդեն հեղինակի զարգացած աստվածաբանությունը։ Իրենք այդ հատվածին մոտենում են արդեն նախորոք աստվածաբանություն ունենալով, փիլիսոփայությունից արտադրված, եւ հեղինակի մտքերը հարմարեցնում են, որ արտահայտի իրենց աստվածաբանությունը։ Այսա վտանգավորն է։ Հիմա տեսեք, նույն ինչ էլ անում նրանք։ Օրինակ տեսեք հատվածը, ես կընթերցեմ 9:5 համարը, հերմենևտիկայի օրենքի համար եւ կշարունակենք արդեն մեր թեման։ Օրինակ, այստեղ մենք կարդում ենք. որոնց են հայրերը եւ որոնցից է Քրիստոսը մարմնի կողմանը, որ է ամենի վրա Աստված, օրհնյալ Հավիտյանը։ Ինչ են ասում նրանք։ Նրանք ասում են այստեղ խոսքը Քրիստոսին վերաբերվում է միայն մարմնի կողմանը, Քրիստոսին վերաբերում միայն մարմնի կողմանը լինել, այսինքն նա հրեա է մարմնի կողմանը։ Մնացածը օրհնյալ է Աստված, դա դոքսոլոգիա է, այսինքն առաքյալը թողնում է այն Քրիստոսին չի վերաբերվում, առաքյալը ուղղակի այն սկսում է փառավորել Աստծուն, ինչի համար։ Այսինքն տեսեք, այդ նույնիսկ ամեն տեղ որ դուք կնայեք, երբ որ առաքյալն օգտագործում է դոքսոլոգիա, փառավորել բառը, փառավոր է Աստված, ամեն դեպքում կտեսնեք, որ այն նպատակ ունի։ Այս հատվածում, երբ որ առաքյալը խոսում է Իսրայելի մասին, եւ ցույց է տալի, որ Իսրայելը մերժված է, քանի որ առաքյալը ասում է, ես կուզենայի, ես անիծված լինեի, բայց Իսրայելը մտած իր այդ ուխտի մեջ։ Հիմա տեսեք, քանի որ այս հատվածում առաքյալը ներկայացնում է նաև հրեաներին, որոնք մերժեցին Քրիստոսին, բայց որոնց համար ժամանակ կա, որ կմտնեն ուխտի մեջ, հիմա ամեն դեպքում Աստված նաև 11-րդ գլխում առաքյալը ցույց է տալի, որ որոշակի նպատակի համար Աստված նրանց որոշակի ժամանակահատվածում կուրացրեց, որպեսզի դուր բացվի հեթանոսներին, բայց գրգռելով նաև նրանց հեթանոսների փրկության նախանձով նրանց համար էլ ժամանակ տալիս, հետևից ասում որ բոլոր Իսրայելը կփրկվի։ Այսինքն այս սերունդը, այն ժամանակ, ով կընդունի նեղության մեջ, ով կընդունի Քրիստոսին եւ կմտնի նոր ուխտի մեջ, որտեվ Մատթեոս 23-րդ գլխի վերջի հատվածում ինքն ասում է, ինչ չեք տեսնի, մինչև չասեք օրհնյալ է Տիրոջ անունով եկողը։ Սա նրանց վերջի սերունդի մասին է խոսքը, արդեն Քրիստոսի երկրորդ գալուստի։ Հիմա տեսեք, ամեն դեպքում ինչ է անում առաքյալը։ Ուզում եմ տեսնեք, որ ինչպես են նրանք կտրում ընդհանուր առաքյալի զարգացած մտքից։ Ինչ միտք է զարգացնում առաքյալը։ 9-րդ գլխի առաջի համարում, եկեք միշտ հիշենք մի կարևոր բան, որ հեղինակ ունի կարևոր միտք փրկության վերաբերյալ։ Ինչն է Հռոմեացիս թղթի գլխավոր նպատակը՝ ճշմարիտ ավետարանը։ Ճշմարիտ ավետարանի օղակներում առաքյալը ներկայացնում է Քրիստոսին որպես ունիվերսալ փրկիչ, բոլոր մարդկության փրկիչ։ Հիմա ինքը ինչ է անելու։ Անդրադառնալով հրեաներին, որտեղ ինքը 9-րդ գլխում զարգացնելու է ընտրությունը։ Ինքը դրա համար է հրեաների մասին խոսում, որ ցույց տա, որ Աստված իր ընտրյալ ժողովուրդը չի մերժել։ Քավ լիցի, որ Աստված զղջա իր ընտրությունից։ Հիմա նույն այդ սիրո օղակները, նույն այդ ընտրության օղակներում է ինքը ներկայացել, դա ման ինքը զարգացնում է միտքը։ Ինչ է ասում։ Ինքը ասում է ճշմարիտ եմ ասում Քրիստոսում, տեսեք Իրանել է շեշտում, որ ինքը Քրիստոսի մեջ է։ Ինչի, որտեվ ինքը իզրայելացի լինելով մտել է Քրիստոսի մեջ նոր ուխտի մեջ, բայց ոչ բոլոր Իսրայելը մտե ուխտի մեջ։
Ինքը եկեղեցու դիսպենսացիայի մեջ առաքյալը եւ առաքյալները եւ շատ հրեաներ, բայց ընդհանուր հրեաները որպես Աստծո ժողովուրդ մերժեցին Քրիստոսի այդ նոր ուխտը։ Իրանց համար յուրահատուկ ժամանակ է։ Հիմա ինքն ասում է կուզենայի, որ իմ ազգն էլ ընտրվեր։ Տեսեք, ընտրվեր նկատում Քրիստոսին ընտրել եւ մտնել այդ ուխտի մեջ։ Ճշմարիտ եմ ասում Քրիստոսումը եւ սուտ չեմ ասում եւ խշմտանքն էլ վկայում էին Սուրբ Հոգով, ուշադիր նայեք կարևոր սկզբունք։ Նայեք, որ մեծ տրտմություն է ինձ եւ անպակաս ցավ սրտին, անպակաս ցավում է սիրտս միշտ, պակաս չի ցավը, ինչի իզրայելացիների համար, որ մեծ տրտմություն է ինձ անպակաս ցավ իմ սրտին, որ կխնդրեի ես ինքս դժոխված լինել Քրիստոսից իմ եղբայրների եւ մարմնավոր ազգականների համար։ Առաքյալը ներկայացնում է, որ ինքը իզրայելացի եւ սիրում է Իսրայելին, որոնք ընտրված են, բայց որոնք յուրահատուկ հատվածի համար մերժել են Քրիստոսին, ասում է ցավ եմ քաշում ես դրա համար, որ մերժեցին Քրիստոսին, եւ ասում է ես Քրիստոսի մեջ եմ, սուտ չեմ խոսում։ Քրիստոսի մեջ եղած անձը չի խոսում սուտ։ Հիմա տեսեք, ինքը նաեւ այդ հատկությունն է ներկայացնում, որ կխնդրեի ես ինքս նզովված լինել, այսինքն ես անիծվեի, բայց Իսրայելը մտներ Քրիստոսի մեջ, սա է ասում եւ հետեւից շեշտում է իզրայելացիների առավելությունը։ Եվ այդ առավելության օղակներում շեշտում է, որ Քրիստոսը նույնպես մարմնի կողման է Իսրայելը, բայց հանդիսանում է բոլորի վրա Աստված օրհնյալ։ Այսինքն իր նպատակը ներկայացնի Քրիստոսին որպես ունիվերսալ մարդկության փրկիչ։ Այդ օղակներում ասում, իսկ ինչ են անում Եհովայի վկաները, քանի որ այդտեղ առաքյալը ներկայացնում է նաև Քրիստոսին բոլորի վրա Աստված, պոկում են այդ սկզբունքը եւ ասում են այստեղ առաքյալ ուղղակի ասում է օրհնյալ է Աստված բոլորի վրա։ Կապ չունի դա Քրիստոսի հետ։ Տեսակ ինչ արեցի։ Այն նույնը, այսինքն ես ինչը ցույց տվեցի ձեզ, որ կա առաքյալի կողմից զարգացած միտքը, պարագայում, այս պարագայում ո՞րն է առաքյալի կողմից զարգացած միտքը, որպեսզի ներկայացնի Իսրայելի ընտրությունը, բայց որոնք մերժել են որոշ ժամանակի համար եւ առաքյալը ցավ է քաշում եւ որպեսզի ցույց տա թե ովքեր են իզրայելացիները, թվում է նրանց առավելությունները։ Եկեք անդրադառնանք, որ առավելությունները։ Առավելությունները, որ նրանց են նախահայրերը Աբրահամը, Իսահակը, Հակոբը, ուխտում հետ որ եղավ, այդ նոր ուխտը, այսինքն Մովսեսի ուխտի հետ կապ չունի, սա Մովսեսի ուխտը միջակյալ ընկավ։ Հիմա տեսեք, ինչի համար է խնդիրը, որպեսզի մեղքը հայտնվի եւ մեղքը ճանաչվի։ Հիմա նայեք, առաքյալն ինչ անում։ Առաքյալը շեշտում է, որ կխնդրեի ես ինքս երրորդ համարը 9-րդ գլխի, որ կխնդրեի ես ինքս նզովված լինեի Քրիստոսից իմ եղբայրերի եւ մարմնավոր ազգականների համար, որոնք իսրայելացի են, տեսեք թվում է արդեն Իսրայելի առավելությունները, որոնք իսրայելացի են, որոնցն է որդեգրությունը, նրանք էին Աստծո ժողովուրդ 5 կտակարանում մյուս ազգերը հեթանոսներ իրենք համարվում էին Աստծո անդրանիկ ժողովուրդը։ Հիշում եք Եգիպտոսից հանելուց եւ Աստված խոսում է Իսրայելի մասին, եթե մեկը նրանց կկպնի, իմ աչքի բիբին կկպնի, սա ընտրության օղակներն է սերվես, սա չի նշանակում, որ Իսրայելը լավն էր Աստված ընտրեց։ Աստված մի քանի անգամ շեշտում է, որ դուք խստապարանոց ազգ եք, բայց ես եմ ձեզ ընտրել։ Սա իմ սուվերեն անկախ ընտրությունն է։ Տեսեք, սա Աստծո մտահղացումն է, ծրագիրն է եւ Իսրայելը այդ ծրագրի մեջ ընտրած ժողովուրդ։ Հիմա ինքն ասում է, որոնք իսրայելացի են, որոնցն է որդեգրությունը եւ փառքը եւ ուխտերը, այսինքն հարաբերությունը, որ Աստված արել է, նրանցն են եղել, եւ օրենսդրությունը, օրենք եւ պաշտոնը, քահանայական միջնորդ որպես, եւ խոստումները, ուշադիր նայեք, նրանց հարաբերություններն է թվում, որոնցն են հայրերը, նախահայրերը, ինչպես ասեցի, որոնց Աստված հայտնվեց, որոնցից է Քրիստոսը մարմնի կողման է։ Ներկայացնում է, որ նաև Քրիստոսը խոստացյալ փրկիչը իսրայելացի ամառնի կողման է թլպատված եւ հետեւից շեշտում է, որ օրհնյալ Աստված է բոլորի վրա։ Այսինքն, երբ որ դուք կտրեք եւ ասեք, որոնցից է Քրիստոսը մարմնի կողման է, այսինքն վերջացավ թվարկությունը Իսրայելի առավելության, ել Քրիստոսի մասին չի խոսում։ Օրհնյալ է Աստված բոլորի վրա։ Այսինքն կապ չունի Քրիստոսի հետ, ինչպես կապ չունի։ Երբ որ առաքյալը թվում է նաև Քրիստոսի, որտեղ այդ ավետարանը, որ ինքը ներկայացնում է, կիզակի ընդունում Քրիստոսի անձն է իր քավությունով, եւ ինքը ցավը քաշում, որ իսրայելացիները չեն մտել Քրիստոսի մեջ։ Ինչպես չի թվում Քրիստոսի հատկությունը, որ ասում է բոլորի վրա Աստված է օրհնյալ։ Տեսնում եք ինչ են անում։ Այսինքն, եթե դուք ուշադիր նայեք, կտեսնեք, որ ամեն անգամ որտեղ է սխալ մոտեցումը, երբ որ կոնկրետ այդ աստվածաբանական մոտեցումը այդ հատվածի բերել կտրվում է ընդհանուր համատեքստի զարգացրած մտքից։ Սա ուղղակի ձեզ շեշտադրում կլինի, որ տեսնեք, որ ինչպես են սխալ մոտեցում ցուցաբերում։ Հիմա եկեք անդրադառնանք մեր հատվածին։
Եկեք դուք ես ընթերցեցի, ես վստահ եմ որ դուք ուշադիր եք, ամեն մեկը կարաք նորից ընթերցեք, այստեղ կա բանալի բառ։ Բանալի բառը հանդիսանում է բայց այս օրը 37 համարում, բայց այս ամեն բաներումը առավել եւս հաղթում ենք նրա միջոցով, որ մեզ սիրեց, բայց այս ամեն բաներումը, երբ որ ինքն ասում այս ամեն, մի քանի անգամ ենք շաշշտում այս բառը, այս ամեն բաները, օրինակ կարանք անդրանք 31 համի, հապա ինչ ասենք այս բաների համար, դա նշանակում է վերևում ասվածը կարևոր սկզբունք ունի եւ ինքը փորձում է առավել բացատրի այս վերևի ասված բաները ինչ են անում, վստահություն են տալի, որ մենք կմտնենք փառք, թե կասկած են առաջնում, կմտնենք թե չենք մտնի։ Այսինքն մեր հատվածը, երբ որ 33-ից 39 նայում ենք, առաքյալը ուղղակի ներկայացնում այս 4 հռետորական հարցը, որոնք ցույց են տալի, որ չկա մեկը, որ մեզ կբաժանի այն փառքից, որ Աստված մեզ մտցնում է։ Այսինքն, եթե մենք կարդում ենք ով կբաժանի մեզ Աստծո սիրուց, այստեղ սեր հասկացողությունը ունիվերսալ այդ սերը չի, որ ուղղակի Աստված բոլոր մարդկանց սիրում է նաև մեզ այդպես։ Սրա մասին չի։ Առաքյալը ներկայացնում է Քրիստոսի մեջ եղած անձինք, որոնք յուրահատուկ ընտրության կատեգորիան, Աստծո սուվերեն անկախ ընտրության, այսինքն Աստված այդ մարդկանց չի ընտրել իրենց կարողությունից ելնելով կամ իրենց բարի լինելուց լինելով, որտեղ այդ մասին մի քիչ հետո տեսնելու ենք, ինքը օրինակ է բերելու Եսավի եւ Հակոբի, դեռ չծնված Աստված ընտրեց, նրան սիրեց, նրան ատեց, ինքը հատուկ է սա անելու, որովհետեւ ցույց տա ընտրությունը անկախ է մարդու հատկությունից։ Սա շատ կարևոր է որ մենք տեսնենք, որտեղ կոնտեքստը մեր ընդհանուր սա մասին խոսում։ Եվ ինքը ինչ է ասում, ասենք եթե մենք ասենք ինչ որ մեկը մեզ կբաժանի Աստծո սիրուց, Աստծո սերը այստեղ ասոցացված է մեր փրկություն մտնելուց, Աստծո փառքը մտնելուց, ուրեմն մեկը մեզ կբաժանի Աստծո փառքից։ Եթե մեկը մեզ կարա բաժանի այդ ընտրության օղակներում եղած Աստծո սիրուց, որը մեր հատկության հետ կապ չի ունեցել։ Եթե մեկը մեզ կբաժանի այդ սիրուց, եւ ինքը թվարկում է ինչը, սկսում է նեղությունների շարքը, սկսում է նեղությունից, վերջացնում է սպանությունից, վերջում էլ ասում է մորթվելու ոչխարի նման ամեն օր նրա համար։ Ասում եք, ով կբաժանի մեզ ասում է։ Նեղությունը թե մեզի որ սպանեն։ Հա կարող է նեղության ժամանակ դիմանանք, բայց եթե տենանք որ պիտի սպանեն, արդեն կուրանանք Քրիստոսին։ Եվ կկտրվենք Աստծո փառքը մտնելու։ Ոչ, ձերնես։ Առաքյալը բոլոր կատեգորիաները թվում է, նույնիսկ ասում է, որովհետեւ մեկ ստեղծված, մենք նույնպես չէ ստեղծված ենք։ Մենք էլ մեզ չենք կարա բաժանել, որովհետեւ մեկ ստեղծված չի կարա բաժանի մեզ այդ սիրուց։ Մենք այդ ստեղծագործության օղակներում ենք նույնպես։ Այսինքն սա շատ կարևոր, որտեվ Աստծո սուվերեն ընտրությունն է սա։ Այսինքն ինքը ինչ է անում։ Այս կատեգորիան է առաջ քաշում։ Ինչի՞, որտեղ նրա նպատակը փրկվածների փրկության վստահությունը ամրացնելն է։ Եթե մենք վերցնենք եւ ասենք այստեղ առաքյալը խոսում է ընդհանուր սիրո մասին, որ Աստված բոլորին սիրում է։ Ինչքանով այդ ընդհանուր տրանսիդենտ սերը ամրացնում իմ փրկության վստահությունը, որովհետեւ ես փորձությունների ժամանակ առավել վստահեմ Աստծուն։ Վստահ լինեմ, որ ինձ մտցնելու է փրկություն։ Վստահ լինեմ, որ բոլոր իմ կյանքի պարագաներն օգտագործում են ինձ Քրիստոսի նմանացնելու։ Ոչ մի ձև։ Այսինքն Աստված ինձ սիրում է, ես սատանան ինձ կփորձի, միևնույն այդ ժամանակ Աստված ինձ սիրում է, այսինքն Աստծո այդ սերը տրանսիդենտ ոչ մի գործ չի անում փորձության մեջ իմ կյանքում ներգործող։ Չի ինձ զորացնում, ոչ մի բան։ Ուղղակի ես պիտի իմանամ, որ Աստված ինձ սիրում է։ Տեսնում եք, այսինքն Աստված ինձ ընտրեց եւ ասում է, դե ես քեզ սիրում եմ, մա տեսնեմ կարաս մտնես իմ փառքը։ Այսինքն նրա ընտրությունը որևէ մի դեր չի խաղում իմ փառքը մտնելու հարցում։ Աստված այստեղ, այսինքն առաքյալը, Աստված առաքյալի միջոցով այստեղ ցույց է տալի իր ընտրության օղակներում եղած սիրո մասին, որը որևէ մեկը չի կարա ընտրվածին բաժանի այդ սիրուց։ Այստեղ է սիրո այս օղակներն է զարգացնում։ Ուշադիր նայ, եկեք հիմա առավելենք, այսինքն այս սերը, որ ես հասկանում եմ, որ ունիվերսալ ձևով, ինչպես շատերը մոտենում են այստեղ, դեպ կտրում են այն հասկացողությունից, որ Աստված այստեղ ամրացնում է փրկության վստահությունը հավատացյալ եւ ասում են, չէ, այստեղ առաքյալ ուղակի ասում է, որ Աստված ձեզ սիրում է։ Այդպիսի մոտեցում կա, այսինքն Աստված ինձ սիրում է փորձության ժամանակ, երբ որ ես փորձության ժամանակ գլորվում եմ եւ հեռանում եմ Աստծուց եւ ընկնում եմ դժոխք, Աստված շարունակում է ինձ սիրել։ Դուք տեսնում եք այստեղ այդ սիրո ամրապնդումը իմ փրկության վստահության։ Ոչ, ձերներս։ Սա այս մոտեցումը որովհետեւ մի սա գիտեք ինչ է, սիրո ինֆորմացիա է, որ ես ունեմ։ Այս սերը միայն լոկ մնում է ինֆորմացիա, որ Աստված ինձ սիրում է, բայց Աստված այդ սերով որովհետեւ մեկ ներգործություն չունի իմ կյանքում։ Միթե Աստված սա է ասում, նույնիսկ հիշում եք Եբրայեցիս թղթում, Հռոմեացիս թղթում,
Առաքյալը որ շեշտում Աստծո սիրո մասին, ասում է Աստված ձեզ սիրում է, դրա համար ձեր հետ վարվում է որպես որդի եւ ձեզ խրատում է, ծեծում է։ Ամեն մի որդի, որին ընդունում է, ծեծում է։ Ինչի, որ նրա սրբությանը հաղորդ լինեք։ Իսկ նրանք ասում են, նրանց որ չի ծեծում, նրանց հետ կապ չունի Աստված։ Նրանք այդ ընտրության օղակներում չեն։ Նրանք իրենց մարմնի ցանկություններն անում են, վայելում են կյանքը իրենց հասկացողությամբ եւ գնում են դատապարտություն։ Այսինքն այստեղ չկար արդեն ընտրությունը եւ այդ ընտրության օղակներում Աստծո սերը, որ արտահայտված է ընտրվածի հանդեպ։ Հիմա առաքյալը յուրատուկ, այսինքն այստեղ երբ որ մենք վերցնենք եւ ասենք ուղղակի Աստված մեզ սիրում է եւ մենք գնում ենք դժոխք եւ Աստված շարունակում է սեր, ավելի հակառակը, այդ սերը, այդպիսի տեսանկյունի սերը ավելի իմ տանջանքներն ավելի է մեծացնում, որովհետեւ ես գիտեի, որ ինքը ինձ սիրում է, այ ես չկարողացա մի բան անեի, որ ես չգնայի դժոխք եւ այդ սերը վայելեի։ Այսպիսի սիրո մասին չի խոսում սերս, որովհետեւ եթե մենք կարդում ենք 37 համարում, բայց այս ամեն բաներում առավել եւս հաղթում ենք նրա միջոցով, տեսեք, հաղթում ենք նրա միջոցով, այսինքն մեր հաղթանակը, մեր կարողությունը չի, այլ նրա միջոցով ենք հաղթում, նա է մեզ տալի կարողություն, որը կապված է սիրո հետ, որ մեզ սիրեց։ Այսինքն նրա սերը հենց այնպես չի, այն կարողություն է տալի մեզ փորձությունն անցնելու եւ հաղթահարելու այս բոլոր բաները, բայց այս ամեն բաներում վերևը թվարկված տառապանք միջև սպանություն, այս ամեն բաներում ավելի հաղթել բառը կապված է կարևոր բառ այն հիպեր Նիկեո, ես կասեմ, հիպեր այն նշանակում է ավելի մեծ հաղթանակ է տալիս։ Այսինքն սա հասարակ պոտենցիալ սիրո մասին չի խոսում, այդ կարողությունը ավելի զորավոր, գերբնական կարողություն է տալիս, նա մեզ սիրելով, այսինքն այդ սիրուց է գալի, մեզ սիրելու համար է դա տալի։ Այսինքն սա տրանսցենդենտ սերը չի։ Եկեք ավելի խորը նայենք սա։ Ուրեմն պետք է մենք առավել ուշադիր լինենք, որպեսզի տեսնենք ինչ սիրո մասին է խոսքը եւ ընդհանուր զարգացած միտքը Հռոմեացիս 8:17 համարից, տեսեք 17 համարում առաքյալը սկսում է հենց այս միտքը չարչարանքը եւ Քրիստոսին մասնակից լինելը ճարը։ Եվ եթե որդիք, ապա ժառանգներ էլ, եւ եթե մեզ ներկայացնում է ժառանգներ, ներկայացնում է նաեւ Քրիստոսի չարչարանքներին մասնակիցներ է ժառանգություն մեզ։ Եվ եթե որդիք ապա ժառանգներ էլ, Աստծո ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ, որ եթե նրա չարչարանքներին կցորդենք, այսինքն ժառանգիկից ենք, նաեւ չարչարանքին, փառքին էլ մասնակից լինենք։ Առաքյալը չի ասում, որ տեսեք, չի ասում, եթե չարչարվեք, չարչարանքով փառք կմտնեք։ Առաքյալն ասում է, որ դուք եթե նրա չարչարանքներին մասնակից եք, դա նշանակում է դուք նրա հետ մահացել եւ հարություն եք արել, այսինքն դուք նրա հետ կցված եք, մասնակից եք, այսինքն եթե Քրիստոսի կյանքը ձեր կյանքում է, ուրեմն նրա չարչարանքներն էլ է ձեր կյանքում, այսինքն իր ճշմարտության սկզբունքների համաձայն ձեզ կհալածեն, ինչպես Քրիստոսի, որտեղ կպել եք նրան, դուք միացել եք նրա հետ։ Սա է կարևոր։ Եվ ասում է, եթե նրա հետ միացած եք, այսինքն չարչարանքները ինդիկատոր է, որ մենք նրա հետ միացած ենք, եւ եթե ասում է մասնակից եք նրա չարչարանքներին, այսինքն միացած եք, ուրեմն իմացեք, որ նրա փառքին եք մասնակից լինելու։ Այսինքն այս միտքը զարգացնելուց հետո նոր առաքյալը սկսում է ամբողջացնել փրկության անխախտելի շղթան եւ ասում, ապա ինչ ասենք այս բանը, այսինքն սա ընտրության օղակներում է։ Ես Քրիստոսին միացած եմ ընտրության օղակներում, որտեղ առաքյալը արդեն 29 համարում ասում է նրանց, որ սկզբից ճանաչեց, այդ սկզբից ճանաչել ընտրությունն է, նրանց սահմանեց իր որդու պատկերին նմանակից լինելու եւ սկսեց նրանց կյանքում process իր որդու նույնիսկ ծնվածս օրվանից Աստված ինձ օգտագործել է ամեն ինչը իմ կյանքում, որպեսզի ինձ բերի մի կետի, որտեղ նախախնամությունով կտա ինձ փրկությունը եւ առավել կսկսի Քրիստոսի նմանացնել, բայց դրանից առաջ էլ բոլոր process-ը նպաստել է, որ Աստված ինձ բերի այդ կետին։ Իմ կյանքում շատ պարագաներ օգտագործելով, որտեղ աշխարհի ստեղծվելուց առաջ ինքը նախասահմանել է։ Այսինքն այս ընտրության կարևորությունը շեշտելու առաքյալ առաջ եկավ, որ այս ընտրության միջուկը, այս ընտրության հիմքում ընկած է Աստծո սուվերեն սերը։ Հիշում եք առաքյալները երբ որ խոսում են Աստծո սիրո մասին, իրանք միշտ շեշտում են, որ սկզբում նա մեզ, այդ ինչ սկզբի մասին է խոսքը։ Որ սկզբում նա մեզ սիրեց, սկզբում նա մեզ սիրեց։ Դրա համար մեր փրկությունից հետո մենք սկսում ենք աճել իրեն սիրելու մեջ եւ իր որդիներին սիրելու մեջ։ Տեսեք, սրանք հասարակ բառեր չեն, դուք պետք է ընդհանուր, մենք պետք է ընդհանրապես հատվածները առաքյալների տեսնենք ինչ միտք է զարգացնում առաքյալն այստեղ։ Ուրեմն այստեղ եթե ուշադիր ենք, մենք հասկանում ենք, որ սա չի վերաբերվում կա այսպես սխալ մոտեցում, սա ուղղակի Աստծո սիրո մասին է խոսքը։ Ոչ ելներս, այստեղ սիրո մասին է, որը առաքյալ առաջ քաշում ընտրության օղակներում սիրո մասին։
Հիշում եք վերևում նույնիսկ ինչ ասում, տեսեք 29 համարը նայեք, կարևոր բան ցույց տամ ձեզ։ Տեսեք 28 համարը ներողություն, բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարի նրանց, որ նախասահմանվելով կանչված են։ Բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին, ովքեր են Աստծուն սիրողները։ Հիմա եթե վերցնենք ունիվերսալ ընկալումը, բոլոր մարդկանց գնացեք հարցրեք, ասեք դուք Աստծուն սիրում եք, մեծամասնությունը կասի այո, իսկ Աստծուն չի ճանաչում Աստվածաշնչով։ Կասի այո, դա այդ այոն կապ չունի սրտի ուղղվածությանը դեպի Աստված։ Իրանք ուրիշ Աստված են ճանաչում, ամեն մեկ իր համար Աստվածը հնար է։ Հիմա այստեղ խոսքը դրան չի վերաբերվում, խոսքը վերաբերում է Քրիստոսի մեջ եղած անձին, ու մեջ Աստված ներգործում է Աստված սիրությունը։ Իսկ եթե Քրիստոսին նմանվել եմ, հարց եմ ձեզ տալի, Քրիստոսի կարևոր հատկությունը որպես Աստծո որդի ինչի մեջ էր ամբողջանում, հորը սիրելու, ուշք ու միտքը հոր կամքը կատարել։ Այ եթե ես դառնում եմ Աստծո որդի, սկսում այդ հատկությունը իմ մեջ Աստված առաջնային աճեցնել, Աստծուն սիրելը ամբողջական։ Քրիստոսն էր սիրում Աստծուն ամբողջ սրտով, մտքով եւ զորությունով։ Սա իմ կյանքում process է բերում Աստված, երբ որ ես մտնում եմ Քրիստոսի մեջ, երբ որ ինձ մտցնում է Քրիստոսի մեջ, այդ process դրամար առաքյալն ասում է, այն գործը, որ Տերը ձեր մեջ սկսեց, ավարտին կհասցնի էլ։ Չի ասում կիսատ կթողի, տեսնենք կստացվի թե չի ստացվի։ Այսինքն այս օղակներում է ինքը առաջ քաշում։ Ուրեմն ամեն անգամ, երբ որ մենք կարդում ենք այս հատվածը, երբ որ առաքյալը ասում է ով կբաժանի մեզ Աստծո սիրուց, ի նկատի ունի կա մեկը, որ մեզ կբաժանի Աստծո փառքը մտնելուց, որտեղ մենք փառքը մտնում ենք այդ ընտրության օղակներում, եւ այդ ընտրության հիմքում նրա սերն է, որը կապված չի իմ հատկությունների հետ։ Սուվերեն ընտրությունն է, Գալում եք դրա համար է ինձ մտցնում փառքը, բայց իհարկե միջանկյալ ինձ դմանեցնում է Քրիստոսին, ինձ սրբում է։ Դա առաքյալը, երբ որ առանցյալ անգամ եշտեցի, որ առաքյալը շեշտում է նրանք դատապարտված չեն, նրանք Քրիստոսի մեջ եղած անձը դատապարտված չի, դատապարտություն չկա, հետևից էլ ասում է, որ մարմնավորապես չեն վարվում, այլ հոգեորեն, այսինքն Քրիստոսին է նմանվում այս անձը արդեն։ Այնպես չի, որ ինչ ուզի անի, կմտնի երկինք։ Ոչ, իրական փրկված անձը չի ասի, ես ինչ ուզեմ կանեմ։ Այս սրա մասին է խոսքը։ Հիմա եկեք ավելի մանրամասն ենք եւ տեսեք, արդեն որպեսի այս սերը, որտեղից եմ ես ասում, որ առաքյալը խոսում է այս ընտրության օղակներում, ամբողջ 8-րդ գլուխը եւ առաքյալը շարունակում է սա 9-րդ գլխում։ Ուշադիր եթե նայեք կտեսնեք 9-րդ գլխում արդեն առաքյալն ասում է Եսավին ատեցի, Հակոբին սիրեցի, այդ ի՞նչ է բացատրում։ Ցուցատալի Իսրայելի ընտրությունը եւ եկեղեցուն, այսինքն Քրիստոսի մեջ եղած անձին այդ ընտրության օղակներում։ Տեսեք հիմա օրինակ։ Տեսեք, ընդհանուր առմամբ 9-րդ գլխի արդեն 9-14 համարներում առաքյալն առաջ է քաշում արդեն ընտրության ամբողջությունը եւ իհարկե ներկայացնում է սիրո օղակներում, այսինքն դրա համար ինքն ասում է Հակոբին սիրեցի, Եսավին ատեցի, բայց որտեղից է ինքը վերցնում սա։ Այսինքն ինչի է ինքը այդպիսի մեջբերում անում։ Այ որտեղից անում այս մեջբերումը կամ այդ արած մեջբերումը ինչ կոնտեքստից է բերում։ Կապված է այն Իսրայելի ընտրության հետ։ Կապված այն Իսրայելի ընտրության օղակներում Աստծո արտահայտած սիրո հետ։ Այո։ Այսինքն Մաղաքիա մարգարեության մեջ առաջի գլխում 2-ից 3-րդ համարները կարդամ։ Իսրայելացիները հարց են տալի. դու ինչպես ես մեզ սիրում։ Ասում ես, որ սիրում ես։ Եվ Մաղաքիան, այսինքն Աստված Մաղաքիայի միջոցով ասում է հիմա ես ձեզ կասեմ այդ սերը որտեղ է արտահայտվում։ Ասում է չէ որ եկեք անդրադառնանք, տեսեք ինչ օղակներում։ Այսինքն Աստված ցույց է տալի, որ ես ձեզ որ ընտրել եմ, այդ սիրո օղակներն են։ Իսկ դուք ինձ ասում եք ինչպես ես մեզ սիրում։ Հիմա նայեք, եկեք սկզբից, ընթերցենք, որպեսզի Մաղաքիա 1:2-3-ի մեջ ենք տեսնելու։ Տիրոջ խոսքի պատգամը Իսրայելի մասին Մաղաքիայի ձեռով։ Ես ձեզ սիրել եմ, ասում է Տերը, երկրորդ համարում նայեք, ես ձեզ սիրել եմ։ Ինչ սիրո մասին է խոսքը։ Սա նույն այդ ունիվերսալ սերն է, որ Աստված բոլորին սիրում է, թե կոնկրետ Իսրայելի սիրո մասին է խոսքը, որին ընտրել է։ Նայեք, առաքյալը այս օղակներում դեմար 9-րդ գլխում այդ մասին է խոսում։ Սա նշանակում է, որ 8-րդ գլխի ով կբաժանի մեզ սիրուց, այդ սերը ընտրության օղակներում է խոսում։ Անդ 29 համարում ասում է ձեզ ընտրեց, սկզբից ճանաչեց։ Տեսեք, այսինքն մենք եթե սա մերժենք, կփիլիսոփայենք ընդհանրապես Աստվածաշնչի վերաբերյալ։ Տիրոջ խոսքի պատգամը Իսրայելի մասին Մաղաքիայի ձեռով։ Ես ձեզ սիրել եմ, ասում է Տերը։ Իսկ դուք ասում եք, ինչով ես սիրել մեզ։ Տեսնում եք հարցը։ Ինչով ես սիրել մեզ։ Ոնց տեսնենք դա։ Հետևից տեսեք Աստծո պատասխանը վերաբերվում է յուրահատուկ ընտրության։ Միթե Եսավը եղբայր չէ Հակոբին։ Մի րոպե։
Ինչ է ասում Աստված։ Ինչպես է պատասխանում Իսրայելի հարցադրումին, ինչով ես մեզ սիրել։ Որտեղ Աստված ասում է ես ձեզ սիրել եմ։ Սա նշանակում է ես ձեզ ընտրել եմ։ Ինչով ես մեզ սիրել։ Հետևից հարց Աստված պատասխանում, միթե Եսավը եղբայր չէ Հակոբին, ասում է Տերը, եւ ես Հակոբին եմ սիրել։ Միթե Եսավը եղբայրը չէ Հակոբի, միթե նույն մորից չեն ծնվել, միթե նույն հոր սերմից չեն ծնվել, միթե նրանք զույգ չեն, նույնը չեն, բայց ես Հակոբին սիրել եմ, իսկ Եսավին ատել եմ, նրա սարերը ամայի եմ արել եւ նրա ժառանգությունը անապատի չագալներին եմ տվել, եթե Եդոմ Եսավի սերունդը, եթե Եդոմն ասի մենք կործանվեցանք, բայց դարձյալ պիտի շինվենք ավերակները, զորաստերն էլ այսպես է ասում է նրանք կշինեն, բայց ես կքանդեմ, որտեվ ես Հակոբին եմ ընտրել։ Տեսնում եք։ Իսկ Հռոմեացիս թղթի պարագայում ինքը շեշտակի է անում, շատ ուղղակի ձևով։ Եկեք անդրադառնանք արդեն մեր հատվածին, տեսեք, շատ կարևոր սկզբունք է։ 9-րդ գլխի 9-ը ասում է, որովհետև խոստմունքի խոսքը սա է։ Խոստմունք նշանակում է Աստված խոստացավ մեկին մի բան, եւ ում որ ինքը խոստացավ, չի նշանակում, որ Աստված տեսավ ով է լավը, որ նրան խոստանա։ Աստված ուզեց այդ անձին, խոստացավ։ Աստված կանչեց Աբրահամին։ Աբրահամի ցեղի մեջ բոլորը Աբրահամի նման էին, բայց Աստված ընտրեց Աբրահամին։ Տեսեք, որտեվ խոստումունքի խոսքը սա է, թե այս ժամանակում կգա եւ Սարային որդի կլինի, եւ ոչ միայն այսքան, բայց Ռեբեկան էլ որ մեկից հղիացավ, մեր հայր Իսահակից, տեսեք շեշտում է, Ռեբեկան մեկից հղիացավ, երկու տարբեր սերմեր չէին, մեկից հայր Իսահակից հղիացավ, նույն սերմն էր։ Չլինի որ ասենք այն մեկի սերմը բարի էր, մեկին բացասական Աստծո համար, ոչ, շեշտում է մեկից։ Քանզի նրանք տակավին չծնված, այդ ինչի է շեշտում։ Նրանք տակավին չծնված։ Հետևից էլ ասում է, եւ մի բարի կամ չար բան էլ չգործած, այնպես չի որ Աստված տեսավ բարի անելու, դրա համար ընտրեց։ Եվ մի բարի կամ չար բան էլ չգործած, որպիսի ընտրության պես Աստծո նախասահմանություն հաստատ մնա, որպիսի Աստծո նախասահմանություն, նախորոք սահմանելը ընտրությունից լինի, ընտրության պես հաստատ մնա կամ ընտրությունը հաստատի Աստծո նախասահմանությունը, ոչ թե մեր կարողությունը, այլ Աստծո ընտրությունը սուվերեն անկախ։ Որպեսզի այդպես լինի, ոչ թե գործերից կամ հատկություններից, այլ կանչողից ասվեցավ նրան, թե մեծը պիտի ծառայե փոքրին, ինչպես գրված է, Հակոբին սիրեցի եւ Եսավին ատեցի։ Ինչի՞։ Դա Աստծուն կհարցնեք։ Տեսնում եք։ Դրա համար անցյալ ձայնագրության մեջ ես ասացի Սպերջենը մի բան էր ասում է ես Աստծո խոսքի հայտնությունները գիտեմ, բայց մի բան չհասկացա եւ չկա հայտնված, ինչի Աստված իմ նման տականքին սիրեց։ Չկա, չգիտենք, բայց սիրեց եւ այդ սիրո արդյունքում ներգործեց, Քրիստոսին նմանեցրեց եւ փառքը մցրեց։ Սա ընտրության օղակներն ասել են, դրա համար ասում ով կբաժանի մեզ Աստծո սիրուց, որ Հիսուս Քրիստոսումն է։ Ինքը չի ասում, որ Աստծո սիրուց, որ բոլորին սիրում է։ Ունիվերսալ սիրո մասին չի խոսքը։ Սիրո, որը արտահայտվում է ընտրության օղակներում։ Եվ այդ ընտրության հիմքում մեր կարողությունը չի, այլ Աստծո սուվերեն, Աստծո սերն անկած։ Հիմա, եթե մենք անդրադառնանք եւ ասենք, որ Հակոբը ավելի լավն էր, դուք նույնիսկ կսխալվեք։ Եթե ուշադիր անդրադառնանք Ծննդոց 27:11-12-ին, կտեսնեք, որ Եսավը մարդկային հատկություններով առավել էր Հակոբից։ Հակոբը խաբեբա էր, այն աստիճանի, որ Ծննդոց 27:11-12-ում եթե նայեք, ինքը գիտի, որ հորը խաբելու է, եւ խաբեց նաեւ Եսավին, հիշում եք, այսինքն ինքը խաբող է։ Եվ ինքն ասում է խորամանկ, խաբեբա, եւ ինքը ասում է նույնիսկ ասում է, եթե այսպես հորս խաբեմ, մայր ասում է, միգուցե հայրս ինձ անիծի։ Մայրն էլ ասում է, թող անեծքի ին վրա լինի, արա, այսինքն իրանք նույնիսկ գիտեն, որ իրանք արարքը անեծքի ենթակա է, բայց գնում են այդ խաբեության։ Հիմա տեսեք, այսինքն մարդկային կողմից եմ ես ասում սա, մարդկային անկյունից նայելով, իսկ Եսավը աշխատասեր էր, որսորդ էր, Եսավի միջելոց, Եսավը Իսահակին ավելի շատ էր սիրում, Եսավի կերակուրը Իսահակն առավել սիրում էր, այսինքն Եսավի եւ Իսահակի հարաբերությունը ուրիշ էր, իսկ Հակոբի եւ հոր Իսահակի ուրիշ։ Այսինքն եթե մենք այդ տեսանկյունից նայենք, կտեսնենք, որ նույնիսկ ավելի գովելի է Եսավը, քան թե Հակոբը, իսկ Աստված ասում է, ես Եսավին ատեցի։
Իսկ Հակոբին սիրեցի։ Այսինքն նույնիսկ հատկություն չկա, որ ասենք, այ դրա համար Աստված Հակոբին սիրեց։ Իհարկե Եսավը ժառանգությունը արհամարեց, բայց այստեղ կարևորը Հակոբը օրդությունը սիրեց, բայց սա Աստծո շնորհքն է, այսինքն այնպես չի, որ հատկությունների տարբերություն կա։ Հատկությունների մի հատկությունը մեկի մեջ լավ է, մեկի մեջ վատ, այսինքն նրանք նույնն են, որովհետեւ մի բան կապված չի նրա հատկությունից։ Սա արտահայտությունն է։ Ամեն դեպքում, երբ տեսնում ենք դեռ չծնված, Աստված արդեն իր նախասահմանությունը դրել է Հակոբի վրա, սրան սիրեցին, դեռ հələ բարի եւ չար չգործած, դեռ ժառանգությունը, հələ օրդությունը չսիրած, արդեն Աստված նրան որոշեց եւ ըստ այդ որոշումի էր նրա կյանքում ներգործում է, որովհետեւ երբ որ մենք անդրադառնում ենք Աստծո շնորհքով անձի վերաբերյալ խորհրդին, երբ որ մեկը արդեն Աստծո ձեռքերի մեջ է, սա նշանակում է Աստված նրան բերել է իր ձեռքերի մեջ, այդ ձեռքերի մեջ եղած անձը Աստված այդ մարդու կամքը փոխում է, սերներս։ Այնպես չի, որ ինքը մնում է նույն Աստվածամերժը, փոխում է իր ձեռքերի մեջ, այսինքն եթե մեկը գտնվում է Աստծո սուվերեն ընտրության եւ Աստծո շնորհքի մեջ, Աստված նրա կամքը փոխում է, չուզող խաչիկին ուզող է անում, Աստծուց փախչող Արմենին Աստծուն սիրող է անում։ Դա Աստված ներգործում է, եւ դուք Ֆիլիպեցիս 3 կարդում եք, ասում է, հիմա ձեր փրկությունը ամբողջացրեք, որպեսզի երևա, որովհետեւ Աստված է ձեր մեջ ներգործում կամենալն էլ, անելն էլ իր հաճության պես, իր ուզած ձևով։ Աստված ներգործում է, ինչպես Աստված թագավորների սիրտը կարա շուռ տա, փոխի, որպեսզի թագավորին մղի ինչ որ մի բան անելու, Աստված կարա ներգործի նրա կամքի մեջ։ Մարդը ռոբոտ չի, Աստված գիտի ինչ պարագաներ դնի, որպեսզի մարդուն բերի այդ հակվածության։ Հիմա սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք, դրա համար Աստծո ներգործությունը, շնորհքի ներգործությունն է, որ մեր կամքը փոխել է։ Հիմա ավելի խորը նայենք, տեսեք, ընդհանրապես մեր հատվածում խոսում ենք, որ որևէ մի բան չի կարա մեզ բաժանի Աստծո սիրուց։ Եվ ընդհանուր առմամբ սա Աստծո ընտրություն հասկացողությունն է։ Ուրեմն տեսեք, այս ով մեզ հակառակ կլինի, որ բաժանի Աստծո ընտրությունից, չկա այդպիսի մի բան, որ մեզ հակառակվի։ Ով էլ հակառակվի, մեզ չի կարա բաժանի այն ընտրությունից, որ Աստծո մեջ է։ Մյուս, ով կարա մեր համար չխնայի կամ մեզ մի բան խնայի, մի բան տա, մի բանը չտա, ոչ ոք, որովհետև դա Աստծո ընտրության օղակներում է։ Աստված չխնայեց իր որդին մեզ համար իր ընտրության օղակներում։ Մյուսը, ով կարա մեզ ընդհանուր առմամբ, տեսեք, դատապարտի, դա նույնպես ընտրության օղակներում, որտեղ քավությունը ընտրվածների վրա է։ Իսկ եւ ով կարա մեզ բաժանի Աստծո սիրուց, այն սիրուց, որ ընտրության օղակներում է, ոչ մեկ։ Եվ առաքյալը թվելու է, մի քիչ հետո մենք կարադառնանք այդ թվացին, կտեսնենք ինչպես է ինքը հարադառնում ամենափոքրից հալածանքի կատեգորիան առաջ քաշում, սկսում ասում հալածանքը թե նեղությունը եւ գնալով ավելի պրոգրեսիվ աճեցնում է, մինչեւ հասնում է սուրը, թե սուրը, այսինքն թե սպանությունը, եւ հետեւից ասում է ոչ մի բան, որտեղ մորթվելու ոչխարման ամեն օր ենք։ Այսինքն մեր ընդհանուր Քրիստոսի մեջ մեր վիճակը այս աշխարհում այդպիսին է, մեզ հալածում են, մեզ չեն սիրում, ինչի, որտեղ Քրիստոսին ենք սիրում եւ Քրիստոսի ճշմարտություններին ենք հետևում։ Աշխարհը չի սիրում Քրիստոսին, աշխարհը Քրիստոսին խաչում է, աշխարհը սիրում է իրան, աշխարհը սիրում է իր մարմնի ցանկությունները, իր կյանքը վայելելը, իսկ Քրիստոսն ասում է, չէ, ինձ համար պիտի ապրես, պիտի քո անձը ուրանաս, ինձ հետևես, ինձ պիտի սիրես, մարդն ասում է, չէ, ինձ եմ սիրում։ Այս սկզբունքներն է, դրա համար հալածում է աշխարհը այն դեպքում մորթվելու ոչխարի պես առաքյալ ներկայացնում։ Ավելի խոր եկեք նայեք, տեսեք, կար պարագայ, օրինակ Ամոսն է այս մասին խոսում, երբ որ ասում է բոլոր ազգերից ես ձեզ ճանաչեցի։ Սա չի նշանակում Աստված որևէ մի ազգի չի ճանաչում, Ամոս 3:2 նույն օղակներն է, բոլոր ազգերից ես ձեզ ճանաչեցի, դրա համար ձեզանից պիտի պահանջեմ։ Ես ձեզ սիրեցի, այսինքն ձեզ ընտրեցի, դրա համար ձեզանից պիտի պահանջեմ, որովհետև դուք իմ որդիներն եք։ Ձեզանից պիտի պահանջեմ։ Ես նրանց չեմ ընտրել, նրանցից որևէ մի բան չեմ պահանջել, նրանց դատապարտելու։ Ձեզանից պահանջելու եմ։ Սա ընտրության օղակներն է, որովհետև ձեզ սիրում եմ։ Սա շատ կարևոր, սա նույն Եփրայեցիս 12-րդ գլուխն է, որ ասում է ձեզ խրատում է, որովհետև նրա որդիներն եք, օտար չեք։ Եթե մեկին չի խրատում, ուրեմն օտար է, որդի չի։ Տեսնում եք։ Այսինքն, այստեղ շատ կարևոր է։ Տեսեք, հիմա այս առումով արդեն երբ որ առաքյալը Հռոմեացիս 11-րդ գլխում զարգացնում է, 28 համարում ասում է Աստծո շնորհքը եւ կոչումը զղջալ չունի։ Իսկ եթե Աստված մեկին ընտրեց, չկա մի բան, որ այնպես անի, որ Աստված իր ընտրության օղակներում զղջա, ասի Իզուս էլ ընտրեցի, չստացվեց, չմտավ երկինք։ Սերներս, Աստված ընտրում է, որպեսի մցնի փառքը։ Աստված չի ընտրում եւ դնում ասում, տենամ կարաս մտնես փառքը։ Աստված ներգործում եւ մցնում է փառքը։
այսինքն Աստծո ընտրությունը, դրա համար այս սերը այս օղակներում արտահայտված։ Եղավ մեկը, ով առավել ուզում էր Իսրայելին Աստծո ընտրությունից հեռացնել կամ Աստծո ընտրությունը չեզոքացնել, հիշում եք Բաղակի եւ Բաղամի պարագան, երբ որ Բաղակը Մովաբի թագավորը վախենալով Իսրայելից, որտեղ տեսավ Իսրայելի ընտրությունը, թե ինչպես Աստված ամեն բան Իսրայելի ձեռք տվեց, երբ որ Եգիպտոսից հանեց բոլոր ազգերին կոտորելով եկավ, եւ վախենալով, չնայած որ Իսրայելը Բաղակին ասեց, ինչ որ պիտի մենք քեզ չենք դիպչելու, մեր Աստվածն ասել է այդ ազգի հետ գործ չունեք, ինչ էլ որ քեզնից պետքա մենք փողով քեզանից կգնենք, բայց Բաղակը վախենալով մարդ է ուղարկում Բաղամի մոտ, հիշում եք, որպեսի միջագետքի Բաղամին, ով պայծառատես է, գուշակ է, ինչպես Դեբորան Իսրայելում դատավորած շրջանում, ինչպես Եփթահեն որպես դատավոր, նրանց աստվածաճանաչությունը գենոտեիզմի մեջ է։ Նրանք նույն ձևի պաշտում են եւ Քամովսին եւ Եհովային։ Նրանց համար բազմաստվածությունը նորմալ է։ Այս նույն սկզբունքով է Բաղամը ինքը եւ պետք է Եհովայի համար զոհկմատուցանի մի բան խնդրի նրանից եւ պետք է Քամովսին զոհկմատուցանի մի բան խնդրի։ Այսինքն ինքը ընդհանուր պայծառատես է։ Եվ բերում են Բաղամին, որպեսզի Բաղամը անիծի Իսրայելին։ Ստացվում է։ Մի քիչ դու այդ մասին խոսամ։ Ինչն է ստացվում։ Փոխանակ անիծի սկսում է օրհնել։ Նույնիսկ Բաղակն ասում է, այ մարդ, ձենդ կտրի, ոչ օրհնի, ոչ էլ անիծի։ Ասում է, չեմ կարա չորհնեմ։ Աստված ասում է, օրհնի, ես չեմ կարա չորհնեմ։ Բերանս բացում է օրհնում եմ։ Ինչ է սա նշանակում։ Ով կարա մեզ բաժանի։ Ոչ ոք սերներս։ Այսինքն դրա համար առաքյալ այս 4 արգումենտներն առաջ քաշում։ Եկեք անդրադառնանք այս Բաղամի եւ Բաղակի օրինակին։ Տեսեք, Թվոց 22-րդ գլխից կարդանք, ես կարդամ 4 ամեն։ Եվ Մովաբը Մադյամի ծերերին ասեց. հիմա այս ժողովուրդը Իսրայելի մասնավորը լիզելու են մեր շուրջը եղած ամենը, այսինքն բոլորը իրենցով են անելու։ Ինչպես որ արջարը լիզում է դաշտի խոտը, այսինքն բոլոր խոտը լիզեց, լիզել նշանակում է ամենը իրանով արեց, կերավ, պրճոկեց, չթողած խոտ, որ չաճել։ Եվ Սեփորայի որդի Բաղակը Մովաբի թագավորն էր այն ժամանակ, եւ դեսպաններ ուղարկեց Փաթուր քաղաք, որ Եփրատ գետի եզերքումն էր, Բեովրի որդի Բաղամի մոտ, նրա ժողովրդի որդկանց երկիրը նրան կանչելու եւ ասելու. ահա Եգիպտոսից մի ժողովուրդ է դուրս եկել, Իսրայելը, ահա երկրի երեսը ծածկել է եւ նստել է իմ դիմացը, գալիս է դեպի ինձ։ Չնայած որ Իսրայելն ասեց մենք ձեզ չենք տա։ Ինչ էր որ քեզնից պետք է հաց, քշոր քեզ գումարով փողով կառնենք քեզ, մենք փող ունենք, ոսկի ունենք։ Հիմա նայեք, եւ հիմա աղաչում եմ, եկ ինձ համար անիծիր այս ժողովրդին, որտեվ նա ինձանից զորավոր է, գուցե կարող լինեմ նրան զարկել եւ իմ երեսիցը դուրս քշեմ նրան, որտեվ գիտեմ, որին որ դու օրհնես, օրհնված է, որին որ դու անիծես, անիծված է։ Եվ Մովաբի ծերերը եւ Մադյամի ծերերը գնացին իրենց հմայության վարձքերն իրենց ձեռքերին եւ եկան Բաղամի մոտ ու Բաղակի խոսքերն ասեցին նրան եւ նա ասեց նրան. այս գիշեր այստեղ մնացեք եւ ես պատասխան կտամ ձեզ ինչպես որ Տերն ինձ հետ խոսելու լինելու եւ Մովաբի իշխանները Բաղամի մոտ մնացին եւ Աստված Բաղամի մոտ եկավ եւ ասեց ով են այդ մարդիկը քեզ մոտ տեսեք եւ Բաղամն ասեց Աստծուն Մովաբի թագավոր Սեփորան Բաղակն է ուղարկել ինձ մոտ թե ահա Եգիպտոսից դուրս եկած ժողովուրդը երկրի երեսը ծածկել է հիմա եկ անիծիր նրան ինձ համար գուցե կարող լինեմ նրան հաղթել եւ նրան դուրս անել եւ Աստված ասեց Բաղամին դրանց հետ չգնաս ժողովրդին չանիծես որովհետեւ նա օրհնված է ում կողմից է օրհնված որովհետեւ նա օրհնված է իմ կողմից նրան ձեռք չտաս չգնաս այս եկածների հետ եւ նրան չանիծես Հիմա նայեք, եւ ինքը Եհովային զոհաբերություններ է մատուցանում եւ սա եւ այդտեղից էլ ասում է, չէ, չեմ կարող ասում է։ Աստված ասում է ոչ։ Հիմա նայեք, մի քանի անգամ կերպեր վարձքն են ավելացնում, ի վերջո գնում է։ Ես չեմ ուզում ամբողջը կարդամ ժամանակը, դուք կարդացեք Թվոց 22-ից մինչեւ 24-ը։ Շատ կարեւոր բաներ կտեսնեք։ Ի վերջո գնում է, ի վերջո ուզում է անիծի չի ստացվում, նորից օրհնում է։ Ի վերջո էշի միջոցով գնում է որ անիծի ուրիշ տեղից արդեն։ Գալու եք Եվ էշն է խոսում, այս եւ այդտեղ հեգնանք կա, գիտեք, պայծառատես մարդ ամեն ինչ տեսնողը, բայց էշ ավելի լավ է տեսնում դիմացի հրեշտակին, քան թե ինքը։ Էշն ասում է ուզում ես գնամ, վիզիտ կգտի, ասում է թուրը ձեռքը կանգնած է հրեշտակը։ Ի վերջո միտեղ որ հրեշտակը կանգնած է, էշը շրջանցում է, Բաղակը զարմանում է Բաղամը, հետո գալիս է մեկ այլ տեղ նույնիսկ շրջանցում է եւ հրեշտակը կանգնում է միտեղ, որը չի կարող էշը շրջանցի, նեղ տեղ է։
եւ կանգնում է եւ Բաղամը սկսում է էշին ծեծել, էշն ասում է ուր էսին ծեծում, այսքան ժամանակ եղել է, էշը խոսում է արդեն։ Աստծո շնորհքով էշին խոսացնում է Աստված, որպեսզի այդ պայծառատեսին ցույց տա իր կուրությունը Բաղամին։ Ասում է այսքան վաղ եղել է, որ դու միտեղ ուզենաս ես չնազանդվեմ քեզ, ինչի՞ ես չես տեսնում, հրեշտակ կա կնած։ Եվ Աստված բացում է Բաղամի աչքերը եւ տեսնում է։ Ի վերջո տարբեր տեղերից, հիմա այս տեղից, հիմա այս սարի գլխից, գիտեք ինչ է ասում նաև Բաղակ, ասում է, չի ասում է, արի դու Իսրայելի սկզբից մինչև ծայրը տես նոր անիծի, հետո ասում է, չէ, ծայրը մի տես, միգուցե վախենում ես իրանց շատությունից, սկսում ես օրհնել, Բաղամն ասում է, ոչ, ասում է, Աստվածը բերանս խոսքեր դնում, այսինքն ասում է, արի գնանք այնպեսի տեղ, որտեղից իր դեմը կտեսնես, բայց ծայրը չես տեսնի, որ չվախենաս, այդտեղից էլ է օրհնում, այսինքն տարբեր կերպեր, ինչ ուզես անում է, ի վերջո, տեսեք, ես կուզենամ, որ տեսնեք նույնիսկ երկրորդ օրինաց 23:3-6, որ անդրադառնում է դրան, Աստված այդտեղ ասում է, ես այս ազգին սիրել եմ, չեմ թողա, որ դու անիծես։ Ուշադիր նայեք, տեսեք, ես հիմա կանդրադառնամ երկրորդ օրինաց 23:3-6-ին, տեսեք։ Ամոնացին եւ Մովաբացին Եհովայի ժողովքը չմտնե եւ նրանց 10-րդ ազգն էլ Եհովայի ժողովքը չմտնե Հավիտյան օրենքի մեջ հաշեշտում նրա համար չմտնեն իրանք Եհովայի ժողովքը խմբի մեջ ինչի նրա համար որ ձեզ չդիմավորեցին հացով ու ջրով ճանապարհումը երբ որ դուք Եգիպտոսից դուրս եք եկել եւ որ միջագետքի փաթուրիցը Բևորի որդի Բաղամին վարձկով բերել տվավ որ քեզ անիծե բայց քո Եհովա Աստվածը չուզեց Բաղամին լսել ինչի Այլ քո Եհովա Աստվածը անեծքը քեզ համար օրհնություն դարձրեց, որովհետև քո Եհովա Աստվածը քեզ սիրեց։ Այդ է ընտրության հիմքում, որովհետև քո Եհովա Աստվածը քեզ սիրեց։ Ինչի՞։ Իսրայելը բարի ժողովուրդ էր, ոչ, մի քանի անգամ Աստված ասում, դուք խստապարանոց եք, բայց ես ձեզ ընտրել եմ, որովհետև քո Եհովա Աստվածը քեզ սիրեց եւ Բաղամի անեծքը ձեր վրա օրհնություն դարձրեց։ Ձեր կյանքի բոլոր պարագաները օգտագործես ձեզ Քրիստոսին նմանեցնելու, որ ձեզ օրհնի եւ իր փառքը մտցնի։ Այ քեզ ընտրություն։ Այս ընտրության օղակներում է ասում, ով կբաժանի մեզ Աստծո սիրուց, ոչ թե ունիվերսալ Աստված մեզ ուղակի սիրում է։ Դժոխք էր գնանք, շարունակում է մեզ սիրել։ Այդ սերը որվեցե մեկ քաջալերանք չի տալ ընդհանուր համատեքստի մեջ, որ ամրապնդում է մեր փրկության վստահությունը։ Իսկ այս ընտրության սերը մեզ զորացնում եւ ուրախացնում է։ Որ դիմանանք բոլոր փորձերին գիտենալով, որ նա մեզ ընտրեց, որ իր փառքը մտցնի։ Ով կարա մեզ բաժանի իր փառքը մտնելուց, այդ սիրուց, ոչ ոք։ Սերը, սուրը ուրիշ մի արած, հիմա ես կսկսեմ արդեն թվել։ Տեսեք ինքը ինչեր է թվում, ինչ կարևոր բաներ, որ որվեցե մի կատեգորիայում չկա մի բան, ինքը նույնիսկ ասում է մի ստեղծված, ոչ բարձրություն ստեղծված, ոչ խորություն, ներքևի մի բան, որ կարողանա ձեզ արգելել, որ Աստված ձեր ընտրությունից հրաժարվի։ Չկա այդպիսի մի բան, որ Քրիստոսի մեջ է այդ ընտրությունից։ Տեսեք Թվոց 24:3-5-ը ես ընթերցեմ, որտեղ հեգնանքը կտեսնեք ինչպես է ներկայացնում Աստվածաշունչը Բաղամին, ով էշ ավելի լավ էր տեսնում, քան թե ինքը, տեսեք։ Եվ իր պատգամը սկսեց ասել Բեովրի որդի Բաղամի խոսքը եւ աչքը բաց մարդի խոսքը։ Հեգնում Աստվածաշունչը։ Աչքը բաց մարդի խոսքը։ Աստծո խոսքերը լսողի եւ ամենակարողի տեսիլքը տեսնողի, գետինը ընկնողի եւ աչքերը բացող Եղողի խոսքը, ինչ գեղեցիկ են քո վրաները ով Հակոբ եւ քո խորանները ով Իսրայել։ Օրհնություն ասում։ Եկել է որ անիծի։ Օրհնություն ասում եւ ոչ միայն սա, այլ նաեւ Իսրայելի ապագանը ասում։ Իսրայելի ապագանը հրճակում, որ բոլորը պիտի ի վերջո ամենը նրանը պիտի լինի։ Այսինքն, տեսեք, պիտի ճիշտ հասկանանք խնդիրը ինչի մեջ է։ Աստծո սուվերեն ընտրությունն է, սիրելիներս, եւ մյուս ազգերն էլ, եթե օրհնվում են, Իսրայելով են օրհնում, Իսրայելի սերունդով, Իսրայելը չի հարցը, Աստծո ընտրությունն է հարցը։ Իսրայելը որպես Իսրայել որևէ մեկ ազգից չի տարբերվում, այլ Աստծո օրհնությունն է նրա վրա, սուվերեն ընտրությունը, սա է ամբողջ խնդիրը, եւ նրանք, որ Քրիստոսի մեջ են, այս նույն ընտրության տակ են։ Այս ամբողջը դրա համար դատապարտությունից ազատված են։ Ոչ թե որ շատ բարի են, մեղք չեն գործում, որտեղ Աստծո ընտրությունն է նրանց վրա, եւ այդ ընտրությունը ներգործում է նրանց կյանքում։ Սա ուղղակի չտեսնել Աստվածաշնչում, սա ուղղակի նշանակում է լինել բաղամ Աստվածաշնչի հանդեպ։ Աչքը բաց ասելով, բայց ոչ մի բան չտեսնել։
Ուրեմն տեսեք, այս առումով նույնիսկ եթե մի քիչ էլ անդրադառնանք, տեսեք, ես ուղղակի ժամանակը տեսնում եմ անցել, ժամանակը խնայելու համար ես խնդրեմ, որ դուք ընթերցեք թվոց 22:38-ից թվոց 22:38-ից մինչև 24:13-ը ամբողջ պատմությունը կտեսնեք եւ ուղղակի նայեք ինչ այս պատմության մեջ ուղղակի տեսեք մարդ ով մի թագավոր, ով անում է ամեն ինչ, օգտագործում է մի հարցուկի, մի գուշակի, որպեսզի ամեն դեպքում փոկի Աստծո օրհնությունը Իսրայելից, կամ Իսրայելը անջատի Աստծո ընտրությունից, սիրուց, ինչպես կարդացինք երկրորդ օրինացում։ Եվ տեսեք, ստացվում է թե չէ, եւ ինչի չի ստացվում։ Նայեք, ուղղակի խնդրում եմ թվոց 22:38-ից մինչև 24:13-ը կարդացեք։ Ժամանակ հնարավոր ես չեմ անդրադառնում։ Դրա համար հիմա եկեք ավելի անդրադառնանք մեր հատվածին, տեսնենք ինչ կատեգորիաներ է թվում Աստվածաշունչը, որ չեն կարա մեզ բաժանեն այն սիրուց Աստծո, որը Քրիստոսի մեջ ընտրության օղակներում է։ Եկեք անդրադառնանք։ Տեսեք 33 համայնք։ Ով է որ Աստծո ընտրվածների դեմ մեղադիր լինի։ Տեսնում եք շեշտը, Աստծո ընտրվածների դեմ մեղադիր լինի 29 համարում ասում են նրանց որ ճանաչեց, այս ընտրությունն է, ճանաչել ընտրության հետ է կապված։ Ով է որ Աստծո ընտրվածների դեմ մեղադիր լինի, Աստված է որ արդարացնում է, ով է որ դատապարտ է Քրիստոս որ մեռավ եւ ավելի հարություն էլ առավ եւ Աստծո աչքերում է որ մեզ համար բարեխոսել է, ապա ով կբաժանի մեզ Քրիստոսի սերից։ Այսինքն որ ինքը խոսում է Քրիստոսը որպես դատապաշտպան բարեխոս ցույց է տալի, որ այդ կատարումը, այդ սիրուց, այդ ընտրության օղակներում եղած սիրուց, դա ասում է, ապա ով կբաժանի մեզ Քրիստոսի սերից։ Տեսեք շարունակությունը, ով է որ դատապարտ է, Քրիստոսը որ մեռավ, սա չի նշանակում որ Քրիստոսը մեզ չսիրեց, որ մեռավ եւ ավելի հարություն էլ առավ եւ Աստծո աչքողն է որ մեզ համար բարեխոսել է, ապա ով կբաժանի մեզ Քրիստոսի սերից։ Իսկ այդ բարեխոսությունը կապում է սիրո հետ։ Ապա ով կբաժանի մեզ Աստծո սիրից տառապանքը, թե նեղությունը։ Տեսեք, օգտագործում է մի կատեգորիա, որտեղ մարդը ամեն դեպքում վախենում է, վախ է գալի եւ ընկնում է անորոշության մեջ։ Եվ առաքյալը օգտագործում է սա, ասում է նույնիսկ եթե այդ կատեգորիայի մեջ եք, դուք կանգուն եք մնում, ոչ թե որ դուք ուժեղ եք, որտեղ ասում է կա մեկը, որ ձեզ զորացնում է, որտեղ ձեզ սիրում է։ Տեսեք, ապա ով կբաժանե մեզ Քրիստոսի սերից տառապանքը, թե նեղությունը, թե հալածանքը, թե սովը, թե մերկությունը, այսինքն եթե մնաք առանց հագուստ, միգուցե այդ վիճակը կբերի ձեզ Քրիստոսից հրաժարվելու, կամ եթե մնաք սոված, մնաք առանց կերակուր, ձեր երեխաները սոված մնան, միգուցե կբերի այդ վիճակին Քրիստոսից կհրաժարվեք, եւ եթե մարդկորեն կարողությանը նայեք, այո, նույնիսկ ամենահասարակ տառապանքը միգուցե մեզ բերեր, որպեսզի հրաժարվեինք Քրիստոսի սիրուց, բայց այստեղ խոսքը չի գնում մեր Աստծուն սիրելուց, այլ Աստված մեզ սիրելուց չի հրաժարվում։ Այսա եւ մեր մեջ ներգործում է այդ սիրով եւ մեր մեջ մեզ պահում է։ Դրա համար հետևից ասելու է ինքը, ինչպես գրված է թե քեզ համար մերձվում ենք բոլորը մորթվելու ոչխարի պես համարվեցանք եւ անմիջապես, բայց այս ամեն բաներումը առավել հաղթում ենք։ Ինչ բառ է օգտագործված առավել հաղթում ենք։ Ես ուզում եմ մի քիչ մենք սրան նայեք, առավել ուպերնիկաո, նիկո, նայք, հաղթանակ, ուպեր, գիպեր։ Այսինքն հզոր ավելի, դրա համար հայերեն թարգմանված է, որովհետև բայց այս ամեն բաներումը առավել եւս հաղթում ենք։ Ուպերնիկաո Գեր հաղթանակ ենք ունենում, այս ամեն ինչի վրա, կանգնում ենք, կանգնած ենք մնում, նրանով, որ մեզ տեսեք, բայց այս ամեն բաներում առավել գիպերնիկաո ենք, նրա միջոցով, որ մեզ սիրեց։ Եվ այդ սեր ընտրության օղակներում է, ինչի սիրեց, որտև աշխարհի սկզբից առաջ ընտրեց։ Հիմա կա մեկը, որ կբաժանի մեզ Աստծո ընտրությունից։ Այստեղ ամբողջ խնդիրը։ Դրա համար Ֆիլիպեցիս թուղթը, մյուս թղթերը, երբ որ խոսում են անբաժանելի ընտրության մասին։ Նա ձեզ պահում է իր զորությունով, հավատքի միջոցով, նույնիսկ այս հավատքն է ինքը մեզ տալի, որ մենք այդ հավատքի մեջ մնանք, որտեղ այդ հավատքն էլ նրա կարող զորության պես է մեր մեջ ներգործում, Եփեսացիս 1:19։ Այսինքն չկա մի բան, որ մերն է, եթե մերը լինի, դա համար հիշում եք Եսայիացի, եթե Աստված մի բան տար մեր ձեռքերի մեջ, միանշանակ կկորցնեինք։ Դա մեր կարողությունը չի, նրա շնորհքն է, նրա ներգործությունն է, ասելներս։ Փրկության հետ կատակ չեն անում։
որտեղ այդ փրկությունը Աստծո շնորհքի բաժինն է։ Այն մեր հնարած փրկությունը չի, այն մեր ձեռք բերած փրկությունը չի, այն Աստծո շնորհած փրկությունն է։ Դրա համար երկնքում մենք գովաբանելու ենք նրա շնորհքը, նրա փառքը։ Հիմա տեսեք, ամեն դեպքում 29 համարում կարդում ենք նաև ավելի եւ ոչ բարձրություն, ոչ խորություն եւ ոչ մեկ ուրիշ ստեղծված բան կարող է։ Մենք նույնպես ստեղծված ենք։ Մի բան կա, որ կարող է մեզ ստեղծվածներից մի բան կա, որ մեզ կարա բաժանի։ Նույնիսկ մենք ինքներս որ ստեղծված ենք, չկա։ Առաքյալ նույնիսկ սա է առաջ քաշում։ Տեսեք, նույնիսկ եթե մերժենք նախասահմանությունը եւ առաջ քաշենք այն կանխատեսության վարկածը, եթե ասենք այդպիսի բան չկա, դա սխալ վարդապետություն է, մարդկորեն հնարված, փիլիսոփայական։ Իբր թե Աստծուն արդարացնել, որ Աստված չեզոք է մարդու ազատ կամքից։ Մարդու ազատ կամքը միշտ արտահայտվում է իր բնության օղակներում եւ Աստված էլ միշտ ներգործում է մարդու կամքի վրա։ Այսինքն այն մարդու, ում ինքը քաշել է իր ձեռքերի, ում բերել է իր ձեռքերի մեջ, փոխում է նրա կամքը։ Իսկ աշխարհի մարդկանց, ում ինքը չի քաշել, աշխարհի մարդկանց թողում է իր կամքի, նրանց կամքի, նրանց սրտի ցանկության համաձայն մատնեց նրանց կամքի մեջ չի ներգործում։ Աստված նրանց չի խստացնում, նրանք արդեն խիստ են։ Նրանց Աստված չի անում այնպես, որ Աստծուն մերժեն, նրանք արդեն Աստված է մերժել։ Նրանց հետ ուղղակի ոչ մի բան չի անում։ Իսկ մի քանիսին ում աշխարհի սկզբից ընտրեց, քաշում է։ Ինչի, ես չգիտեմ։ Դա Աստծո սուվերեն կամքն է։ Այնպես չի, որ նրանք ուզում են, Աստված ասում է ոչ։ Չեն ուզում ոչ ոք։ Բարձրապես նրանց հետ գործ չի անում։ Հիմա տեսեք, խնդիրն ինչի մեջ է։ Սա մեզ համար անհասկանալի է։ Սա մեր մարդկային արդարությունով չենք կարա չափենք, ցերես, բայց ամեն դեպքում այս պարագայով է, որ Աստված, որ Աստծո ընտրվածները փառավորում եւ նվիրվում են Աստծուն, հասկանալով, որ իրենք անարժաններ են, բոլորի նման պիտի գնային դժոխք։ Բայց Աստված ողորմ է, ինչի որևէ մեկը չի կարասի։ Չեն կարասել, այ ես լավն էի դրա համար։ Չկա այդպիսի բան։ Իրանք շատ լավ գիտեն, որ բոլորի նման են։ Տեսեք, ընդհանուր հասկացողության գանք, ամբողջացնենք, թե նույնիսկ մենք ասենք, որ կանխատեսության վարկածն է։ Աստված նախորոք տեսա, որ այս անձը այո է ասելու իր հոժար կամքով, այսինքն մեռածա, բայց ասելու այո, ես չգիտեմ ինչպես, բայց վերցնենք այդպես։ Եվ ընտրեց նրան, որ մցնի իր փառքը։ Նույնիսկ այս պարագայում ասեք այդ վարդապետության հետևողներին, որ նույնիսկ նրանց այդ վարդապետությունը ցույց է տալի, որ ում որ ընտրեց, իր փառքը մցնելու է։ Որտեվ տեսա, որ այո է ասելու եւ ընտրեց որ ինչ, ընտրեց իր որդու պատկերին նմանակից անելու։ Այսինքն կարա մեկին Աստված նույնիսկ այդ սխալ վարկածով, կանխատեսությունով ընտրի որդու պատկերին նմանակից անելու եւ դա չնմանվի Քրիստոսին։ Նույնիսկ այս վարկածն են իրենք սխալ ընկալում։ Իրենց քաշած վարդապետությունը արդեն իրենց հակառակը։ Այսինքն նույնիսկ որ իհարկե այսպեսի բան չկա, Աստված ընտրում է իր կամքի համաձայն։ Տեսեք, սա խնդիրը։ Հատվածներն առավել հայտում են, տեսեք, Աստված ընտրեց իր եկեղեցին։ Ես կշինեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները չեն հաղթի նրան։ Եկեղեցին շենքը պատը չի սիրնես, եկեղեցին մարդիկ են։ Ես կընտրեմ, ես կշինեմ իմ եկեղեցին, ես կհավաքեմ նրանց, իմ եկեղեցին, իմ խումբը եւ դժոխքի դռները չեն հաղթի նրանց։ Չի կարա դժոխքի դուռը նրանց համար բացվի։ Չի կարա հաղթի նրանց, ես նրանց կպահեմ, նրանք իմն են, նրանց դիպչողը իմ աչքի բիբին է դիպչում, Աստված է ասում, Իսրայելին, եկեղեցուն, եւ նրանք, որոնք իմիջիայլոց չեն զանազանում վարդապետությունը, եկեղեցին ասում են փոխարինել է Իսրայելին, խորը մոլորվածության մեջ են, Իսրայելը ունի իր յուրահատուկ դերը Աստծո ծրագրի մեջ, եկեղեցին ունի իր յուրահատուկ դերը, եւ ի վերջո մենք կտեսնենք, որ եկեղեցին վերցվելուց հետո դուռը բացվում Իսրայելին, մեծ նեղության շրջանում Իսրայելը պիտի ընկալի, մտնի այդ ուխտի մեջ եւ պիտի փառավորի Աստծուն, նույնիսկ իրենց կյանքերը տալով։ Հիմա տեսեք, այս առումով մի քանի հատվածներ, որոնք ավելի կամբողջացնեն, առաքյալը առաջ է քաշում, ասում է մահը թե կյանքը։ Տեսեք մեր հատվածում 8-ը, որտեղ հաստատ գիտեմ։ Նորից եկեք հիշենք այս սկզբունքը։ Առաքյալը երբեք չի օգտագործում Աստվածաշնչում հաստատ գիտեմ բառը, որը կապված լինի մարդու կարողությանը, չեք գտնի այդպիսի բան։ Որտեղ առաքյալն ասում է ես հաստատ գիտեմ, իմացեք խոսքը գնում է Աստծո կարողության եւ իր շնորհքի մասին։ Մարդկային կարողության վրա առաքյալը երբեք չի կասի հաստատ գիտեմ, որ Ղուկասը այսպես կանի, չգիտի։
Բայց ինքը միշտ կասի, հաստատ գիտեմ, որ Աստված այն գործը, որ սկսեց, կավարտի, հաստատ գիտեմ, որտեղ ինքը ասում գիտի։ Ընկալում եք, Աստված մարդ չի, որ փոշմանի, ճանապարհի կեսին թողի իր սկսածը։ Սա կարևոր է։ Եվ եկեք մի քանի հատվածներ ենք։ Հետևից ասում է 30-ում, որտեղ հաստատ գիտեմ, որ ոչ մահը եւ ոչ էլ կյանքը, ոչ մահը կարա բաժանի Աստծուց, անդրությունից, եւ ոչ էլ եթե շարունակում է ապրել, որևէ մի բան չի կարա բաժանի։ Ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակներ, ոչ սատանան իր ամբողջ դևերի զորքով, նույնիսկ թափվի ձեր վրա, ինչ հրաշքներ էլ անի, բաղանի նման անիծի, չի կարա բաժանի Աստծո սերը ձեզանից։ Ընկալում եք, սա ամենակարևորն է, որ ոչ հրեշտակներ, ոչ իշխանություններ, այս իշխանությունները չի ասում մեր երկրի նախարարները, սա հրեշտակային աշխարհի մասին է, արխի հրեշտակներ, իշխանություններ, ոչ զորություններ, ինչ որ մի զորություն մեծ, գերական, ոչ ներկա բաներ եւ ոչ էլ գալու բաները, ոչ ձեր ներկա վիճակը, ոչ էլ ձեր ապագա տկարությունը, որը կհաղթահարվի նույնպես Աստծով, չի կարա բաժանի ձեզ Աստծո սիրուց։ Այսինքն, սրա համար ոչ ներկան, ոչ ապագան, ոչ տրտմությունը ներկա եւ ոչ էլ ամենամեծ խնդիրը ապագայում չի կարա բաժանի, չի կարա բաժանի։ Ինչի, որտեղ սա Աստծո սուրեն ընտրությունն է եւ այդ սերը այդ ընտրության օղակներում։ Հիմա Ֆիլիպեցիս 1:6 Եվ հաստատ համոզված եմ սրան, թե նա որ ձեզանում սկսեց այս բարի գործը, որ բարի գործի մասնախոսքը, Քրիստոսին նմանեցնելու process-ը, կկատարի էլ մինչև Հիսուս Քրիստոսի օրը։ Կկատարի, հաստատ սրանում համոզված եմ։ Ֆիլիպեցիս 1:6 Այսինքն, սա շատ կարևոր է, նա որ սկսեց, նա էլ կվերջացնի։ Ինչի կվերջացնի, ինչը կվերջացնի, այն որ սկսել է։ Ինչ է սկսել։ Իր փառքը մցնելը։ Այն էլ կվերջացնի եւ կմցնի։ Այն որ սկսել է, Եբրայեցիս 10:2-ում ասում է, մեր ձեր աչքերն ուղեք մեր հավատքը սկսողին եւ այն ամբողջացնողին։ Հայերը թարգմանության մեջ դա չի երևում, տեսեք։ Ասում է նրա համար հաստատեցեք թուլացած ձեռները եւ տկարացած ծունկները եւ ձեր ոտների համար ուղիղ ճանապարհներ շինեցեք, Եբրայեցիս 12:12-ից եմ կարդում։ Եվ ձեր ոտների համար ուղիղ ճանապարհներ շինեցեք, որ կաղը չգլորվի, այլ մանավանդ բժշկվի։ Ինչի է ինքը սա ասում։ Ինչ սկզբունքից է դա սա ասում, տեսեք ուշադիր, տեսեք, որտեղ վերևում ասում է կարևոր մի բան, տեսեք, 12:2-ում ուղղակի շեշտակի անում, ասում է մտիկ տանք հավատքի զորագլուխին եւ կատարողին Հիսուսին, որ իր առաջ դրած ուրախության փոխանակ քաչը հանձնարավ եւ ամոթ տար համարելով Աստծո աթոռի աջ կողմը նստեց։ Հիշում եք մենք կարդացինք անցյալ ձեռնարկության մեջ։ Աստծո աթոռի աջ կողմը նստել նշանակում է մեր համար բարեխոսել, անդադար մեզ պահել եւ հետեւից ուրեմն մտածեք նրա վրա, որ իրեն դեմ եղած այսպիսի հակառակություններ քաշեց մեղավորներից, որ դուք ձեր անձերով չհոգնեք, չթուլանաք։ Նույն կոնտեքստն է, որպիսի ձեր փրկության վստահությունը ձեզ չխափի, այլ զորանա ամրանա, իմացեք ինչի որտեղ եք դուք։ Ուշադիր նայեք ում ձեր հավատքը սկսողից, մտիկ տանք հավատքի զորագլուխին, զորագլուխ բառ գոյություն չունի։ Դա այդպես թարգմանել Начальник, սկսող, սկզբից, ձեր հավատքը սկսողից եւ այն ամբողջացնողից։ Ով սկսեց մեր հավատքը, Քրիստոսը, եւ ով այն կամբողջացնի, Քրիստոսը։ Այսինքն երկնքում մեզ հավատքի կարիք չկա։ Մենք հավատքը այս երկրի վրա է, ով սկսեց մեր кյանքում այդ հավատքը, մենք չենք սկսել, ինքն է սկսել այդ հավատքը մեր կյանքում։ Եվ ինքն էլ կամբողջացնի, կվերջացնի այդ հավատքը։ Начальника и завершителя нашей веры. Начальник и совершитель. Սկսողից եւ վերջացնողից։ Մեր պարագայում չերվում հայկական թարգմանությամբ։ Մտիկ տանք հավատքի զորագլուխին եւ կատարողին կամ ամբողջացնողին, վերջացնողին Հիսուսին։ Եվ մենք կարդացինք արդեն 12 համարը, որ ասում է չթուլանաք, ծունկերը հաստատեք։ Ինչի, որովհետեւ գիտենք, որ նա որ սկսեց կավարտի, չկա մի, հետևից է մեջտեղում էլ խոսում է, որ չկա մի դժվարություն, որ ձեր ուսերից վեր է։ Այդ դժվարության մեջ ինքը նաև ձեր ճանապարհը ցույց կտա ինչպես դուրս գաք։ Ինչի, որտեղ մեր վրա բոլոր հալածանքները, ամեն ինչ, նույնիսկ սպանությունը նախասահմանված է Աստծո հսկողության տակ է, սիրելիներս։ Այսինքն մեր ձեռքերի մեջ չի թողի Աստված այդ կարողությունը, իր ձեռքերի մեջ է։ Մյուս հատվածը Ֆիլիպեցիս 1:6-ը նայեցին, Եբրայեցիս 12:2-ը։ Հիմա նայեք առաջի Պետրոս 1:5-ը շատ կարևոր հատված է։
Այստեղ ասում է օրհնյալ է Աստված երեք համարից Տեր Հիսուս Քրիստոսի հայրը, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց դեպի կենթանի հույսը, Հիսուս Քրիստոսի մեղրերից հարություն առնելը, դեպի այն անեղծ եւ անարատ անթառամ ժառանգությունը, որ երկնքում պահվում է ձեզ համար, այդ ժառանգությունը Աստծո կողմից պահվում է մեզ համար, եւ որ Աստծո զորությամբ պահպանվում եք հավատքով դեպի պատրաստված փրկությունը, որ հայտնվելու է հետին ժամանակում։ Աստծո զորությամբ պահպանվում եք հավատքի միջոցով։ Մենք անցյալ անգամ այս մասին խոսեցինք, այսինքն այս հավատքը Աստծո զորությամբ է գործում։ Հավատքը միջոց է, հավատքը մեր կարողությունը չի, եւ նրանք, որոնք ասում են հավատացի, փրկվեցի, հավատքը ներկայացնում են որպես գործ, արեցի, փրկվեցի։ Հավատքով ձեր կյանքա գալի Քրիստոսի արդարությունը, հավատքով դուք արդարություն ձեռք չեք բերում։ Հավատացի, արդարացա, հավատացի եւ Քրիստոսի արդարությունը Աստված դրեց քո վրա։ Քո արդարությունը չի, դու գործ չես արել։ Մենք հավատքը միջոց է, որը Աստծոց է, որպեսզի քեզ բերի իր մեջ։ Սա նույնպես Աստծո խորհուրդն է։ Այսինքն Եփեսացիս 1:19 կարդում ենք, որ նա կարող զորությամբ է։ Հովանու 10:27-29 մեկը չի կարա հոր ձեռքից փախցնել, որովհետև հոր ձեռքերի մեջ, ես անցյալ անգամ խոսեցի, ավելի խորը կարևոր սկզբունք կա։ Հոր ձեռքերի մեջ ծերներս Աստված փոխում է մեր կամքը։ Այնպես չի, որ մենք ենք եկել հոր ձեռքերի մեջ։ Աստված մեզ բերել է իր ձեռքերի մեջ եւ չկա մեկը, որ հոր ձեռքերի մեջից թռչի եւ փախչի, որտեվ հայրը ամենամեծն է, հորից մեծը չկա, որ կարողանա հափշտակի ձեռքից։ Նույնիսկ դուք ձեր անձով չեք կարող, ինչի համար։ Սա կարևոր է, որովհետև Աստված իր ձեռքերի մեջ եղողի կամքը փոխում է։ Հոր ձեռքերի մեջ եղած անձը չունի կամք հոր ձեռքերից թռչի եւ փախչի։ Հակառակը հոր ձեռքերի մեջ ամուր մնալու կամք է ձեռք բերում։ Սա հայր փոխում է նրանց կամքը։ Սա կարևոր է, որ մենք հասկանանք։ Եվ այսպես մենք ամբողջացրեցինք Հռոմեացիս 8:31-ից 39 կարելի ասել, արդեն կարադառնանք մեր 9-րդ գլխին։ Շատ կարևոր։ Մենք այս 4 հրետորական հարցը ուղղակի հասկացանք, որ առաքյալը այն ներկայացնում է, որպեսզի ամրապնդի հավատացյալների կամ Քրիստոսի մեջ եղած ընտրված անձի փրկության վստահությունը, որպես քաջալերանք, որպեսզի ինքը լինի առավել Աստծո նպատակներին տրվող, ավելի սիրով ծառայի ասում։ Այսինքն այս խորհրդի մեջ առաքյալը խոսում, դուք Աստծո որդիներ եք, դուք որդեգրության հոգին առաք։ Այս ամենը մեզ քաջալերելու համար ասեն, ձեր կյանքի բոլոր պարագաներն Աստված օգտագործում է որպես բարի գործակից իր որդուն նմանեցնելու եւ անխախտելի շղթայի մասին է խոսքում, որ ընտրեց եւ կմցնի փառքը, որտեվ արդարացրեց, կանչեց, արդարացրեց։ Այսինքն Աստծո ընտրությունը եւ կանչը շնորհքը եւ կանչը, որը ընտրությունն է, զղջալ չունի Հռոմեացիս 11:20-ին։ Այսինքն սա շատ կարևոր սկզբունք է, որ մենք հասկանանք։ Ուրեմն ամենակարևորը կուզեմ, որ դուք անդրադառնաք 37-ով են, բայց այս ամեն բաներում առավել եւս գուպերնիկաո հաղթում ենք նրանով, որ մեզ սիրեց։ Հաղթում ենք նրանով, մենք չենք հաղթողը։ Հաղթում ենք նրա միջոցով, որ մեզ սիրեց։ Այսինքն մեր որևէ մեկը մեզ չի կարող հաղթանակից զրկի, ինչի, որովհետև չի կարող մեզ Աստծո ընտրության օղակներում եղած սիրուց զրկի։ Չի կարող այնպես անի, որ Աստված մեզ չսիրի։ Մեզ սիրեց, ընտրեց եւ մեզ կմցնի իր փառքը եւ աճեցնում այդ սիրո մեջ։ Սա Աստվածաշնչի ճշմարտությունն է։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։